Հիսուս ծնվել է Սուրբ Հոգուց Մարիամ կույսից գործել հրաշքներ, հիմնել քրիստոնեական եկեղեցին, մահկանացուն կնքել խաչի վրա մարդկության մեղքերի քավության համար, հարություն առել մեռելներից եւ համբարձվել երկինք, որտեղից նա վերադառնալու է։ Այս մասին մանրակրկիտ ասերգում է հավատո հանգանակը։ Քրիստոնյաների մեծամասնությունը երկրպագում է Սուրբ Երրորդության երկրորդ անձին Հիսուս Քրիստոսին որպես Աստծո որդու, որին տեսել է մարդկությունը, ապրել նրա հետ նույն քաղաքում, այցելել նույն եկեղեցին, ականատես եղել նրա հրաշքներին, բժշկություններին, մատնությանը, խաչելությանը, հարությանը։ Քրիստոս Աստծո որդին մարդեղացավ այն դեպքում, երբ մարդն էր երազում աստվածանալ։ Իրականում Քրիստոսի մարդեղացումը չի հակասում մարդկային այդ ձգտմանը, որ փորձում էր աստվածանալ, եւ գիտենք, որ եկեղեցու հայրերն էլ ընդունում էին այդ ընկալումը։ Աթանաս Ալեքսանդրացին ձևակերպում է այսպես, որ Աստված մարդացավ, որպեսզի մարդիկ աստվածանան։ Եվ այս բնական ձգտումը, որ մարդու մեջ կար, Քրիստոսի մեջ դառնում է ամբողջական։ Տարբերությունը այն է, որ միջ այդ մարդը փորձում էր դառնալ Աստված սխալ ընկալումով։ Մենք տեսնում ենք Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ, որ փորձում են հավասարվել Աստծուն։ Այս ձգտումը կար նաև հենց առաջին մարդու մոտ, որ սատանայի դրդմամբ կերավ ծառի պտուղը այդ նույն ցանկությամբ, որ փորձում էր լինել Աստծուն հավասար։ Սակայն Քրիստոս գալիս է ցույց տալու, որ այդ աստվածանալու ճանապարհը մարդկային պատկերացումներից այլ է, գնում է խոնարհության ճանապարհով եւ իրականում չի հակասում այդ ձգտմանը, այլ խմբագրում է մարդկային այդ ձգտումը, կարծես թե որ փորձում է հասնել Աստծուն։ Քրիստոսի գալուստը մարգարեացվել էր 5 կտակարանում, սա կարծես եզակի դեպքեր, ում ծննդյան համար կարող էին մարգարեանալ։ Սուրբ Հոգուց հղացվելով եւ ծնվելով Մարիամ կույսից, նա չէր կարող լինել պարզ մեկը։ Հիշենք Եսայի մարգարեին եւ նրա մարգարեությունը, երբ ասում էր. «Ահա կույսը պիտի հղիանա եւ որդի ծնի, եւ նրան Էմանուել պիտի կոչեն»։ Այս մարգարեությունը կատարվեց, երբ կույսը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Աստվածաշնչում իրականում ունենք այլ օրինակներ եւս, երբ որ որևէ կարևոր մարդու ծննդյան մասին տեղի ունենում մարգարեություն կամ խոստում, օրինակ Սամուելի ծնունդի համար Աստված խոստում է տալիս Աննային, կամ Հովհաննես Մկրտչի ժամանակ հրեշտակից լինում է այդ խոստումը, բայց Քրիստոսի ծնունդը արդեն յուրօրինակ է, որ տեղի է ունենում Աստծո եւ մարդու միավորության արդյունքում։ Քրիստոս ծնվեց Հյուսնի ընտանիքում։ Ինչպես մեծացավ, ինչ միջավայրում, ինչ հարազատներ ունեցավ, ում հետ շփվեց, ինչերի միջով անցավ, ինչպես ապրեց, ինչու մատնվեց, խաչվեց, ապա եւ հարություն առավ։ Սրանք հարցեր են, որոնք հետաքրքրում են Քրիստոսի անվանը ծանոթ, նրա կերպարը բացահայտել փորձող մահկանացուներին։ Քրիստոս իրապես ապրում է երկրային բնական կյանքով, հաճախ մեզ համար զարմանալի է թվում, թե ինչու չծնվեց պալատներում աշխարհի արարիչը կամ երկնքի թագավորը, ինչու ընտրեց այս համեստ եւ խոնարհ տարբերակը, բայց ծանոթանալով Քրիստոսի առաքելությանը, փորձելով նրան ինչ-որ չափով ճանաչել, մենք հասկանում ենք, որ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ Հիսուս Քրիստոս գալիս է ընկած մարդուն բարձրացնելու, իսկ մարդկային մեղքի եւ ընկած այդ վիճակի արտահայտություններից մեկն էլ ավելի շատ տարածված էր հենց հարուստ միջավայրում եւ իշխանության շրջանակներում։ Ուստի Քրիստոս ընտրում է ամենահամեստագույն տարբերակը, ցույց տալու մարդուն, որ իր պատկերացրած հարստությունը կամ արքայությունը լիովին հակառակ է աստվածային տրամաբանությանը։ Ուստի ընտրում է Քրիստոս ամենախոնարհ տարբերակը, նույնիսկ Իջևանում տեղ չի գտնվում, ելուր մնաց նրան տանել հատուկ հաստատություն եւ որևէ տուն, այլ ծնվում է կենդանիների մսուրի մեջ, որը ելի նախապես ավետված էր մարգարեների կողմից։ Կարծում եմ ամենամեծ այս խորհուրդը դա խոնարհությունն է, որ Աստված միջև վերջ է խոնարհվում իր արարածին փրկելու համար։ Քրիստոսի կյանքի մասին մենք ավետարաններից տեղեկանում ենք նրա ծնունդի որոշակի դրվագներ 12 տարեկանում տաճար այցելության, այնտեղ քահանաների եւ իմաստունների մոտ Աստծո մասին խոսելուց,
Այնուհետև միանգամից տեսնում ենք, որ գալիս է Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու եւ իր առաքելությունը, այսպես ասած, ստանձնելու հոգեվոր առումով։ Իրականում Քրիստոսի կյանքի ամեն մի դրվագ կարող էր մեզ համար հետաքրքիր լինել եւ կան նույնիսկ որոշ գրքեր, պարականոն ավետարաններ, որոնք նկարագրում են Քրիստոսի այս կյանքի որոշակի դրվագներ, որոշակի հրաշքներ, բայց ընդհանուր առումով ավետարանիչները եւ եկեղեցին ընդհանրական, որ կազմել է ավետարանի կանոնը, հարկ չի համարել անդրադառնալու Քրիստոսի կյանքի ամեն մի օրվան եւ կատարած այն գործերին, որոնք եղել են միջ 30 տարեկանը, որովհետեւ ավետարանի գլխավոր նպատակը ցույց տալ, որ Քրիստոս եկել է հատուկ առաքելությամբ, իսկ այդ առաքելության մեջ նա մտնում է կոնկրետ 30 տարեկանից սկսած եւ մեր փրկության համար, այսպես ասած, որոշիչ դեր ու նշանակություն ունի, թե նա ինչպիսի կյանք է ապրել միջ այդ։ Սակայն կան որոշակի շեշտադրումներ, որ ասում են նա ապրում էր հնազանդ իր ծնողներին, նաև տիրապետում էր իր հոր արհեստին, հյուսնությանը, կարող ենք ենթադրել, որ եղել է հլու հնազանդ, բարեպաշտ զավակ, ինչն էլ արդեն իսկ ցույց է տալիս, որ նրա նախընթաց կյանքն էլ եղել է օրինակելի եւ ուսուցողական մեզ համար։ Քրիստոս ունեցավ առաքյալներ, աշակերտներ ու հետևորդներ, որոնց երկրային առաքելությունը նախապատրաստությունն էր երկնային առաքելության։ Եթե մենք նայում ենք Աստվածաշնչի ամբողջ այս ընթացքին, որ մարդու փրկagorցության պատմությունն է նրա արարումից սկսած, տեսնում ենք անընդհատ, որ Աստված թույլ է տալիս, որ մարդը գործակցի իր հետ այդ փրկության ճանապարհին։ Եվ այս նույն տրամաբանությամբ է, որ Աստված չի ընտրում միանգամից ինչ-որ ազդեցիկ հրաշքի միջոցով ամբողջ արարչությունը փրկելու այս ճանապարհը, որ երբեմն մենք մտածում ենք ու ասում ենք, ինչու Աստված միանգամից չի փրկում, որովհետև Աստված չի խախտում մարդուն տրված ամենամեծ շնորհը ազատությունը եւ ուզում է, որ մարդը մասնակից լինի իր իսկ փրկությանը, ինչպես որ եկեղեցու հայրերն են ասում, որ Աստված ստեղծեց մեզ առանց մեզ, բայց չի կարող փրկել մեզ առանց մեզ։ Այս անկարողությունը Աստծո կողմից ոչ թե իրապես անկարողություն է, այլ կամավոր ստանձնած սիրո դրսևորում, որ թույլ է տալիս, որ մարդը որևէ բան անելուց, որևէ ընտրություն կատարելուց հետո ունենա իր ընտրության պատասխանատվությունը եւ զգա իր կատարածի արժեքը։ Տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս հենց այս նույն տրամաբանությամբ ընտրում է իրեն գործակիցներ, որպեսզի իր բարի լուրը ավետարանը քարոզեն։ Եվ սա շատ գեղեցիկ է, որ նորից մարդը մասնակցում է Աստծո փրկagorցությանը, ինչպես Աբրահամը, հրեա ժողովուրդը ունեին առաքելություն մեկ Աստծո պաշտամունքը պահել աշխարհում, այսպես էլ առաքյալները լինելով հասարակ մարդիկ, ձկնորսներ, դառնում են գործակից Քրիստոսի այս երկրային առաքելությանը, ինչ որտեղ որպես վերջնանպատակ սա երկնային առաքելություն է, որովհետև Քրիստոսի աշխարհ գալը նպատակ ունի մարդկանց դեպի երկինք տանել։ Դրա համար այս երկու առաքելություններն էլ առկա են առաքյալների գործունեության մեջ։ Քրիստոս իր քարոզները, հրաշքները, ուսուցումները, բժշկությունները սկսեց մկրտությունից հետո, որին մարդկային պարզ տրամաբանությամբ աստվածային էություններ օգնում։ Քրիստոսը իր երկրային առաքելության ընթացքին ունեցավ բազմաթիվ հրաշքներ, բժշկություններ եւ բնականաբար աստվածային էությունը մասնակից էր։ Նախ Քրիստոս, եթե այսպես բնութագրենք իր անձը, աստվածամարդ էր եւ չէր կարող նրա որևէ գործողություն անմասն մնալ աստվածայինից։ Այս անմեկնելի եւ անշփոթելի միավորությամբ էլ գործում էր նա իր բոլոր հրաշքները եւ բժշկությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ Քրիստոս հենց իր երկրավոր առաքելության ընթացքին այս նույն շնորհները տալիս է նաև աշակերտներին դևեր հանել, բժշկել եւ նրանք էլ գործում էին աստվածային զորությամբ ու աստվածային էության մասնակցությունը չի բացառում, որ սովորական մարդն էլ կարող է մասնակից դառնալ այդ նույն հրաշագործությանը։ Անգամ Հիսուս Քրիստոս ասում է, որ դուք ինձնից ավելի մեծ գործեր պիտի անեք եւ պատմության ընթացքին տեսնում ենք, որ իրապես երբեմն լինում էին ավելի մեծ հրաշքներ, առաքյալները նույնիսկ հարություն էին տալիս մահացածներին Քրիստոսի անունով եւ Քրիստոսի խոսքը տեսնում ենք, որ իրականություն է դառնում։ Բայց այս
հրաշագործությունների նայելուց մենք պետք է հասկանանք, որ Քրիստոս չէր ուզում, որ մենք հրաշքների միջոցով հավատայինք կամ մեր հավատքը հիմնված լինի հրաշքի վրա, այլ ուզում էր այնպիսի հավատք, որը ի վիճակի կլինի հրաշքներ ծնել։ Ու անգամ այսպիսի մի խոսք է ասում, որ ինձ մոտ կգան բազում մարդիկ եւ կասեն, որ քո անունով դևեր հանեցինք, բժշկություններ արեցինք, եւ ես նրանց պիտի ասեմ, որ ձեզ չեմ ճանաչում։ Սա հետաքրքիր մի փաստ է, որ այսօր էլ արդիական է։ Կան բազմաթիվ ուղղություններ, իրենց քրիստոնյա կոչող կամ աղանդավոր հերձվածներ, ովքեր փորձում են մարդկանց գրավել հենց հրաշագործության միջոցով, խոստանալով բժշկական ծառայություններ, բժշկություններ, բեմադրում են նույնիսկ այդ բժշկությունները, ինչ որտեղ կարող է նաև իրապես անում են, բայց սա ամենամեծ վկայությունը չէ, որ Աստված նրանց միջոցով է գործում, որովհետև Քրիստոս ինքն էլ ասում է, որ իր անունով կատարված անգամ բժշկություններն ու հրաշքները կարող է իր անունով չլինել իրականում։ Չունենալով մկրտության կարիք, Քրիստոս օծյալ փրկիչը մկրտվեց ուղիղ 30 տարեկանում, որն ունեցավ հստակ ուղերձ ու ասելիք։ Քրիստոս իր մեջ կրելով մարդկային բնությունը նպատակ ուներ այն ամբողջությամբ սրբագործելու եւ աստվածացնելու, ինչը տեղի ունենում հարությունից հետո այդ մի տեսակ եթերային մարմինը, որ անցնում էր անգամ պատի միջով, բայց նաեւ շոշափելի էր։ Եվ այդ ընթացքի համար կարելի է ասել առաջին այդ հանգրվանը Քրիստոս անցավ, ցույց տալու, որ այդպես պետք է սկսի փրկության ճանապարհը։ Նույն կերպ Քրիստոս նաև թլպատվեց ցույց տալու, որ հին օրենքն էլ իր համար ընդունելի է եւ դա իր կողմից հաստատված օրենքն է, որի տակ մտնելով ինքը փորձում է մարդուն օրենքից ավելի վեր բարձրացնել եւ հոգեվոր ազատություն շնորհել։ Եվ իր կատարած բոլոր քայլերը կարծես թե նաև օրինակ են մեզ համար, թե ինչպես մենք ապրենք մեր քրիստոնեական կյանքը։ Ինչ որտեղ ինքը կարիք չունենալով, մյուս կողմից կարող ենք ասել, որ նաև կարիքը ուներ այդ փրկությունը ամբողջացնելու համար։ Հիսուս մարդեղացավ, լիարժեք ապրեց որպես մարդ, նույնիսկ քաղցեց, ծարավեց, հիվանդացավ, բոլորի մեղքերն իր վրա վերցրեց, բայց դա էլ չփրկեց մարդուն այդ մեղքի զգացումը ներքուստ չունենալուց եւ մեղքը կարծես չպակասեցել, դրանով կարծես շրջանցելով Տիրոջ մարդեղացումը։ Եթե նայենք աշխարհի պատմության սկզբից մինչև վերջ, կտեսնենք, որ եղել են տարբեր ժամանակներում իմաստուններ, որոնք իրապես վսեմաշուկ գաղափարներ են բերել սոցիալական արդարության, մարդկանց հավասարության մասին եւ նույնի կրկնությունը կարող ենք տեսնել քրիստոնեության մեջ, բայց մենք Քրիստոսին չենք դիտարկում որպես զուտ բարոյախոս կամ ինչ որ արդարություն հաստատող, որը մարդիկ ցանկանում են։ Քրիստոս ավելին է եւ իր այդ ավելին ու տարբեր լինելը կայանում է հենց նրա մարդեղացման մեջ։ Աստված մարդացավ, որևէ կրոն այսպիսի գաղափար իր մեջ չունի, չնայած որ հին աշխարհում, հին հունական առասպելների մեջ կային աստվածների մարդկանց հետ շփման դրվագներ կամ մարդ աստված կերպարներ, բայց սրանք ամենևին էլ նման չեն Քրիստոսի մարդեղացմանը, որովհետև այն պարագային աստվածությունը ամեն դեպքում տարբերվում էր եւ երբեք չէր խոնարհում միջև վերջ մարդկանց մակարդակի եւ պահում էր իր բարձրությունը։ Իսկ Քրիստոսի պարագային տեսնում ենք, որ Քրիստոս կատարյալ մարդացավ, խոնարհվեց միջև վերջ եւ իր վրա վերցրեց մարդկային բոլոր տկարությունները բացի մեղքից։ Եվ իր երկրավոր կյանքի ընթացքին եւ քաղցեց եւ ծարավեց եւ ունեցավ արդար բարկություն, որը հատուկ է յուրաքանչյուր մարդկային բնության։ Այս առումով եթե փորձենք հասկանալ, թե ինչու Աստված ընտրեց մարդեղացման ճանապարհը, կարևոր պիտի համարենք անդրադարձ ունենալ հենց իր առաքյալների, քրիստոնեության մեծագույն առաքյալներից մեկի Պողոս առաքյալի մեկնաբանություններին, թե ինչպես են իրենք հասկացել Քրիստոսի մարդեղացումը։ Եբրայեցիս 2-րդ գլխի 14-րդ համարում այսպես է ասում. «Արդ որովհետև զավակները հաղորդակից եղան արյան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնության մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն սատանային, եւ ազատի նրանց, որ մահվան երկյուղով միշտ գերության վիճակում էին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած եւ հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ»։ Քրիստոսի մարդեղացումը
Աստծո մեծագույն սիրո դրսևորում է։ Այս արտահայտությունը շատ ենք լսում տարբեր տեղերում եւ ինչքան էլ լսենք, ամբողջությամբ չենք կարող ընկալել եւ բացատրել։ Բայց միայն այն հանգամանքը, որ մենք մտածում ենք, որ արարիչ Աստված խոնարհվեց եւ մարդկային տառապանքի ամենախորքը հասնելով ընկերակից եղավ մարդուն, արդեն իսկ սարսուռ է պատճառում մեզ եւ ցույց է տալիս, թե որն է իրականում Քրիստոսի մարդեղացման պատճառը։ Այդ սպասումը Աստծուն իրենց մոտ ունենալու, որպես փրկիչ իրենց մոտ տեսնելու կար հրեա ժողովրդի մոտ, որ արտահայտված էր մարգարեությունների ու սաղմոսների մեջ եւ գեղեցիկ կերպով Դավիթ թագավորը իր 69-րդ սաղմոսում ասում է. Աստված ինձ օգնության հասիր, Տեր փութա ընկերակցել ինձ։ Այս ընկերակցել բառը կարծես թե ինչ որտեղ բացում է Քրիստոսի մարդեղացման խորհուրդը։ Այսինքն Աստված եկավ ընկերոջ նման մեր ձեռքից բռնելու եւ դեպի երկինք տանելու։ Քրիստոս մարդեղացավ, որ մարդն Աստվածանա, արդ քայլենք այն ճանապարհով, որ ցույց տրվեց Քրիստոսի օրինակով։ Որքան էլ մենք փորձենք հասկանալ մարդեղացման բուն խորհուրդը եւ էությունը, դա մեզ համար անընկալելի է։ Եվ քրիստոսաբանական վեճերը, որ դարեր շարունակ պատճառ են դարձել անգամ եկեղեցիների բաժանման եւ այդ քրիստոնեական միասնության խաթարման, ոչ մի արդյունքի չեն տվել այն առումով, որ որևէ մեկը չի կարող լիարժեքորեն բացատրել այդ մարդկային եւ աստվածային բնությունների հարաբերությունը։ Դրա համար մեր սահմանափակ ուղեղով մենք փորձում ենք նմանեցնել երկրային որևէ իրողության երևույթի Քրիստոսի մարդեղացումը եւ չխորանալ բուն այդ մարդ Աստված բնությունների շփման մեջ։ Ասում ենք, որ երկու այդ բնությունները անշփոթ եւ անխառն կերպով են միավորված, բայց այնպես են միավորված, որ առաջանում է Աստվածամարդ նոր այս գաղափարը կամ իրականությունը, որը կարծես թե յուրաքանչյուր քրիստոնյայի հեռանկարն է։ Մենք ունենք տարբեր բացատրություններ, օրինակ դրանցից մեկը համեմատում է շիկացած երկաթի հետ, որ երկաթը մնում է երկաթ, բայց այնքան է կրակի մեջ միաձուլվում, որ ինքը ամբողջությամբ նաև կրակ է եւ ինչի որ դիպչի կարող է վառել, բայց միևնույն ժամանակ եւ երկաթ է մնում եւ կրակ։ Սա կերպերից մեկն է, որ փորձում ենք մենք մեր մտքով հասկանալ, թե ինչպես կարող է աստվածությունը մարդկայինի հետ միավորվել։ Կարևորը, որ մենք այս խորհրդին մոտենանք հավատքով ու հասկանանք, որ Աստծո համար անկարելի բան չկա, եթե ինքն է ստեղծել արարչությունը, ապա կարող է նաև այդ արարչությունը նոր որակի հասցնել, դարձնել աստվածային։